Գալանահազանգեր է ստացել Գյումրու թիվ 5 երաժշտական դպրոցում տեղակայված 34-ի 24 ընտրատեղամասում դիտորդություն իրականացնող անձանցից, ովքեր մեզ պատմեցին, որ վաղ առավոտից ընտրատեղամասի դիմաց ինչ-որ երիտասարդներ ընտրության մասնակիցների հետ զրուցում են, ինչ-որ ուղղություններ են տալիս ուղղորդում։ Նշեցին նաև, որ իրենց այդ դժգոհություններին ոստիկանները որևէ կերպ չեն արձագանքել։ Մեր նկարահանումների պահին ընտրատեղամասի դիմաց ակտիվ աշխատող երիտասարդները լքեցին տարածքը։ Հաջորդ ահազանգը Գալան ստացել է ավտոկայանի Զանգակ նախակրթարանում տեղակայված ընտրատեղամասից։ Դրսում ընտրության եկող քաղաքացիների հետ զրուցում, նրանց անձնական տվյալներն էր ճշտում մի կին, ցուցակը ձեռքին։ Երբ խնդրեցինք ներկայանալ, նա միանգամից արձագանքեց, թե ինքը խախտումներ չի իրականացնում եւ որ ընտրողներին է օգնում։ Ես մտե ընտրել եմ, մոշկուրս ինվալիդ կնիկ էր, իրան բերեցիք, սպասեմ տաքսին կալ տանին։ Տաքսին տիայեգել է արդեն, դուրը կայնած է, նստեցերի, ամուսինս եկավ, մտնի ընդրե նստիկ մեկենան ներկան կաղջիքյան, իրավուկ չունիմ ամուսնու սպասը, հասցեն իսա մերը ուժդեղ ընգավ Սիսունդուգյանը վերևն է։ Այնուհետ տիկին Անահիտը սկսեց աշխատել այս մեքենայում, սկզբում նրան էին մոտենում ընտրության շտապող քաղաքացիները, այնուհետ մտնում ընտրատեղամաս։ Թիվ 5 հանրակրթական դպրոցում տեղակայված ընտրատեղամասում դիտորդություն իրականացնողները մեզ փոխանցեցին, թե ընտրատեղամասի նախագահ Մարինե Թամազյանն ու հանձնաժողովի վստահված անձանցից ԲՀԿ-ական ներկայացուցիչները սահմանափակում են իրենց ազատ տեղաշարժը։ Հանրաքվեի մասնակիցները գալով տեղամաս ներկայանում էին նախ ԲՀԿ-ական վստահված անձանց, տեղեկացնում, որ եկել են քվեարկության։ Հատկանշական է, որ այս տեղամասում ընտրողները հիմնականում նույնականացման քարտերով էին ներկայանում տեղամաս։ Դիտորդներն ունեն մտավախություն, որ հնարավոր է նույն անձինք մի քանի անգամ քվեարկեն։ Կեպցանեմ։